Ոչինչ չանող, ժպտացող Գագիկ Ծառուկյանին թևերից բռնում են եւ գցում են հատակին, սրանով դուք ինչ ուղերձ եք փոխանցում հանրությանը, մյուս անձանց, ինչ եք ուզում դուք սրանով ասել, որովհետեւ մեր տեղեկություններով այդ տեսարանը եղել է այն ժամանակ, երբ որ ԱԱՑ-ն մտել է Ծառուկյանի առանձնատուն, իսկ ձերբակալումը եղել է դրանից 12 ժամ անց, եթե դա ձերբակալման բուն պրոցեսը չէր, ապա այդ տեսարանը ինչ էր բևմադրվում, սրա ուղերձը, մեսիջը հանրությանը ո՞րն է, պարոն վարչապետ, եւ Ծառուկյանի կենդանիների այդ թեման 2000-ականներից, եթե չեմ սխալվում, մամուլում շրջանառվում է, բայց գոնե ձեր իշխանության օրոք դա հայտնի էր 2020 թվականից, երբ որ ԱԱՑ-ն ընտրակաշարքի գործով մտավ, կադրեր հրապարակվեցին նաև այդ խրտվիլակներից, կենդանաբանական այգուց, ավելին 2024 թվականին մի բլոգեր միլիոնանոց լսարանով մտավ այդ ամեն ինչը նկարահանեց, Քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցեց, բայց հետո գործը տեղից չէր շարժվում, ինչքան հարցնում էինք, ասում էին զարգացումներ չկան։ Եվ հիմա այսպիսի կարծիքներ կան, քննադատություններ ձեզ ուղղված, պարոն վարչապետ, որ գիտեիք, չէիք դա օգտագործում եւ պահում էիք որպես մահակ ընդդիմախոսների, ընդդիմադիրների նկատմամբ եւ քաղաքական նպատակահարմարության պայմանավորված դա օգտագործում եք։ Ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Ուղղանում հետեւյալ կերպ, որ ինչպես ասել եմ, 8 տարի մենք ստիպված ենք եղել պայքարել այդ թվում դատա իրավական մաֆիայի դեմ եւ այն մարդիկ, ովքեր չեն ենթարկվել եւ այդ գործերը, որոնք պատշաճ ընթացք չեն ստացել, այդ թվում հանցավոր պայմանավորվածությունների պատճառով եւ մարդիկ շարունակել են իրենց արտոնյալ զգալ եւ դատա իրավական համակարգը այդ թվում նորմալ չի գործել։ Հիմա Հայաստանի ժողովրդի եւ կառավարության ակնկալիքն է, որ դատա իրավական համակարգը նորմալ գործի, որպեսզի դա նաեւ նրա մասին է խոսում, որ մինչեւ հարցերը չեն հասնում համաժողովրդական քաղաքական մակարդակի, ինչ որ խնդիրներ շարունակում են դες տեղապտույտի վիճակում հայտնվել։